Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս եւ շարունակում եմ կանչել բոլորիս վրա նրա սուրբ անունը, անուն, որի մեջ կա զորություն, անուն, որի մեջ պարփակված է հավիտենական կյանքը, իմաստությունը, ինքը կյանքը, փրկությունը, ներումը, ազատագրումը, Աստծո շնորհը եւ ամեն բան, որ ինք Աստված է։ Տեր Աստված, Հայր փառահեղ ու գթասիրտ, դու Երեմիա գրքի 48-րդ գլխի 29 խոսքում ասում ես Մովաբի երկրին ու ժողովրդին, քանի որ դու քո գործերին և քո գանձերին ես ապավինել, դու էլ պիտի գրավվես և քամովսը պիտի տարագրվի, այսինքն գերի տարվի, իր հետ նրա քահանաները, նրա իշխանավորները։ Մենք այստեղ տեսնում ենք Տեր մեծապես չարիքը մեր գործերին վստահելու, մեր գանձերին վստահելու և ոչ թե քեզ։ Եվ տուժվում է թե հասարակ ժողովուրդը և թե մեծամեծները։ Դրա համար Հայր Աստված, գալիս եմ Հիսուսի անունով քո առաջ ու խնդրում եմ ինձ համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, գերդաստանիս անդամների համար, լսողների և նրանց ընտանիքի համար, մեր հայ ազգի համար, ամեն քրիստոնյայի համար, ամեն անհավատի համար ևս Տեր, հասկացրու խորությամբ ընտանիքիս բոլոր անդամներին, մեր ժողովրդին, որ մենք ամեն մեկս որպես ազգ և որպես անհատ փրկիչի կարիք ունենք, որ մեզ չեն կարող փրկել մեր գործերը, մեր խելքը, մեր հնարամտությունը, ոչ էլ որևէ հարստություն, ոչ էլ մեր զինվորները, ոչ էլ այն երկրների հետ պայմանագրերը, որի վրա հույս ենք դրել։ Տեր, այդ ամենը շարժում է քո զայրույթը, վաղ թե ուշ գալիս է պատիժը ու անկումը ամեն նման մարդու և ժողովրդի, որտև մենք դառնում ենք ինքնահավան և անկախ քեզանից, բայց մենք չենք ստեղծվել քեզանից անկախ ապրելու համար։ Տուր հասկացողություն, ողորմած Տեր, որ դու մեզ ազատ կամք ես նվիրել և դրա համար երբեք զոռով, առանց մեր ցանկության, առանց մեր համագործակցության չես կատարի քո փրկարար ու ազատագրական աշխատանքը մեր կյանքում։ Սուրբ Հոգի Աստված, շարժվի ամենքիս մեջ, քանդի անհասկացողության ամրոցները, հակառակության պարիսպները, որ մենք հասնենք հասկացողության այն վայր, որ մեր կամքը, մեր ազատ կամքով հնազանդեցնենք քեզ, որ գանք ու խնդրենք քեզ ու թույլ տանք, որ դու գործես մեր մեջ, քեզ թույլտվություն տանք, բառերով ասենք Տեր ջան, թույլ եմ տալիս, ազատի ինձ գոռոզությունից, որ ազատես մեզնից յուրաքանչյուրին ամեն տեսակ լկտիությունից, անամոթությունից, հպարտությունից, գոռոզությունից, ինքնահավանությունից, մեր սրտերի ամբարտավանությունից, պարծենկոտությունից ու գլուխ գովալուց, խրատ չսիրելուց, ճշմարտությունը ատելուց և քո խրատը մերժելուց, ամեն ամբարտավանությունից, մեր սրտերի կամակորությունից, մեր սրտերի անհնազանդությունից, անօրենություն սիրելուց, և որ քո առաջ փայլի ոչ թե մեր գոռոզությունը, այլ մեր խոնարհությունն ու հնազանդությունը։ Տեր, կապանքներ քանդողը դու ես, իմաստությունն ու խոհեմությունը քո ձեռքում են, խնդրում եմ օգնես ընտանիքիս ու ազգիս ու ամեն մարդու, ես բարեխոսում եմ, որովհետև դա քո սրտով է Տեր, դա քո կամքն է, որ բարեխոսենք, մարդկանց համար բարեխոսելը, դա մարդկանց սիրել է ու ես ուզում եմ սիրել մարդկանց, օգնի ինձ նաև, որ լավ սիրեմ Տեր, օգնի բոլորիս, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա անդրադառնանք Ելք գրքին, անցնում ենք 5-րդ գլխին, Մովսեսը և Ահարոնը արդեն Եգիպտոսում են
Աստծո առաջնորդությամբ, Աստծո գործը կատարելու համար եւ եկել են փարավոնի առաջ։ Նախ կարդանք այսօրվա հատվածը։ Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան եւ ասացին փարավոնին. Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. թույլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում։ Փարավոնն ասաց. ով է Տերը, որ լսեմ նրա խոսքերին եւ թողնեմ Իսրայելին։ Տիրոջը չեմ ճանաչում եւ Իսրայելին էլ թույլ չեմ տալիս։ Նրանք ասացին. Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ։ Հրաման տուր, որ 3 օրվա ճանապարհ գնանք անապատում եւ զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա։ Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. ով Մովսես եւ Ահարոն, ժողովրդին ինչու եք ետ պահում իրենց գործերից, գնացեք ձեր գործին։ Եվ փարավոնը ասաց. ահա հիմա շատացել է երկրի ժողովուրդը, իսկ դուք նրանց կտրում եք իրենց գործերից։ Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին եւ նրանց վերակացուներին հրամայեց ասելով. Երեկվա եւ նախանցյալ օրվա նման ժողովրդին այլևս հարդ ծղոտ մի տվեք աղյուս շինելու համար։ Թող իրենք գնան եւ իրենց համար հարդ ծղոտ հավաքեն։ Ինչ քանակությամբ աղյուս, որ 3 ու նախանցյալ օրն էին շինում, պարտադրեք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև, չպակասեցնեք այդ թվից, որովհետև նրանք ծույլ են, դրա համար են նրանք աղաղակում ասելով, գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք, թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն ու դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն։ Սուրբ Աստված, քո առաջ եմ բերում այս խոսքերը, որ այսօր մեկնելու ենք, թող ամբողջ մեկնությունը լինի քո զորությամբ եւ ոչ իմ մարդկային իմաստությամբ, ոչ էլ այն մարդու իմաստությամբ, ում գրած է ես թարգմանել եմ Տեր։ Թող որ մենք փարավոնի նման չլինենք մարդիկ, որ ասենք ուշադրություն մի դարձրեք այս խոսքերին, այս խոսքերը դատարկ են։ Չլինենք մարդիկ, որ ասենք, ինչ ժամանակ դնենք, այս բաները լսենք, գնանք մեր գործերով, գնանք հարստություն դիզենք։ Տեր ողորմի եւ գթա մեզ։ Ամեն։ Եսեմը հավիտենական Աստված, Էլոհիմ Յահվեն, Մովսեսի ու Ահարոնի միջոցով երեսարվում է չարիքի հետ եւ այստեղ փարավոնը ներկայացնում է չարիքը։ Մովսեսը խնդրում է փարավոնին թույլ տալ Իսրայելի որդիներին գնալ անապատ Աստծուն երկրպագելու համար։ Իսկ փարավոնը փոխարենը ավելի դաժան ու անխիղճ հրաման է տալիս իսրայելցիների վերաբերյալ եւ հռչակում է, որ նրանք ծույլ են, որ ուզում են զբաղվել դատարկաբանությամբ։ Այսինքն Աստծուն երկրպագելը նա հայտարարում է դատարկաբանություն։ Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան եւ ասացին փարավոնին. Փարավոնի հետ այս երեսարվելը պահանջում էր հսկայական քաջություն եւ մենք պետք է գովենք Մովսեսին ու Ահարոնին այսպես Աստծուն հնազանդվելու համար, որ նրանք իրենց սրտում Աստծո երկյուղ էին կրում, ոնց որ փարավոնը իր սրտում չէր կրում։ Պիտի հասկանանք, որ փարավոնը պետական ծառայող չէր, այլ ողջ հասարակությունը ապրում էր փարավոնին ծառայելու համար։ Փարավոնի իշխանությունն ու հեղինակությունը գերագույն էին եւ չկար որևէ սահմանադրություն, որևէ օրենք կամ օրենսդիր մարմին, որը ավելի բարձր էր կամ նույնիսկ մի քիչ անգամ հավասար էր փարավոնին կամ կարող էր կրճատել փարավոնի իշխանությունը, հակառակվել փարավոնին։ Փարավոններին համարում էին արևի զավակներ, այսինքն նրանք Եգիպտոսի մեծագույն, այսպես կոչված աստվածների ընկերներն էին եւ նստում էին նրանց հետ իրենց տաճարներում եւ այդ չաստվածների հետ միասին երկրպագում էին նաեւ փարավոններին եւ փարավոնները ընդունում էին այդ երկրպագությունը ու ոչ միայն ընդունում էին, այլ նաեւ ակնկալում էին ու պահանջում էին, իրենց աստված էին համարում։ Հին եգիպտական տաճարի վրա
մի փարավոնի կողմից գրված այսպիսի արձանագրություն ցույց է տալիս այն, ինչ մտածում էին փարավոնները ու Եգիպտոսի ժողովուրդը իրենց փարավոնների մասին։ Ասվում էր. ես այն եմ, ով կար, կա եւ կլինի, եւ ոչ մի մարդ չի բարձրացրել իմ քողը։ Փարավոնը իրեն համարում էր ավելին, քան սովորական մարդ։ Նա իրեն Աստված էր համարում, եւ եգիպտացիները համաձայն էին դրան։ Շեղվելով մի պահ նորից ասեմ. մենք հայ ժողովուրդ շատ ենք սիրում մեր պարանոցին կրել Ռամզես փարավոնի, չգիտեմ ես իմ որ փարավոնի գլուխը։ Ես ինքս սխալմամբ առանց հասկանալու Եգիպտոսից նման ոսկյա բաներ եմ բերել ու նվիրել իմ հարազատներին, ու մինչև հիմա ես չեմ կարողանում իմ հարազատներին հասկացնել, որ ես իրենց մեղքի մեջ եմ քաշել, երբ որ դա գցում ենք մեր պարանոցին, մեր կոֆեի բաժակների վրա են իրենք, մեր տանը նկարներ կան Եգիպտոսից, մենք էլ համաձայնվում ենք, որ նրանք աստվածներ են, մենք դրան չենք վերաբերվում, ինչքան էլ մեզ խաբենք ու ասենք դա ընդամենը արվեստի նկար է, կապ չունի դու ինչ ես մտածում, կապ ունի այն, որ այդ փարավոնները իրենց աստված են համարել եւ Աստված նրանց ջարդում է հենց դրա համար։ Դու էլ դրանք քո տանը ունենալով, քո պարանոցին կրելով համաձայնվում ես, որ նրանք աստվածներ են եւ շարժում ես Աստծո զայրույթը, ցասումը քո վրա, վերացրու դրանք, ոչ թե վաճառի անիծյալ փող տուն բեր, ոչ թե հալածրու մի ուրիշ զարդ կախի ու անեցք այդ զարդով քո տունը գա, այլ վերացրեք այդ ամենը ձեր տնից, տարեք, թափեք, վառեք, ջարդեք եւ մի նվիրեք ուրիշին։ Հասկացեք, այս մարդիկ իրենց աստված են համարել եւ Աստծո անեծքն է այդ ամենի վրա։ Որովհետև Աստված իր մասին է ասում ես եմ, որ եմ, Աստված, որ էի, որ եմ, որ գալու եմ։ Իսկ այստեղ փարավոնը իրեն է այդ ամենը վերագրում։ Փարավոնը մի մահկանացու մարդ դա ասում է իր մասին, ու եթե մենք մեր տան մեջ պահում ենք բաներ, որ դրա հետ համաձայնվում է, մենք էլ գալիս ենք Աստծո ցասման տակ։ Էլ չգիտեմ ինչ ձևով ասեմ, որ հասկանաք։ Եվ մենք սկսում ենք հասկանալ, որ իրական Աստված այստեղ նաև պատերազմ է հայտարարում կեղծ չաստվածներին, կուռքերին, որտեղ դրանք քաշում են մեզ անհավատության մեջ եւ ուղղակի հակառակության դեպի Աստված։ Մեծանալով Եգիպտոսի թագավորական արքունիքներում Մովսեսը լավ գիտեր այս ամենը, բայց նա նաև գիտեր, որ փարավոնը պարզապես մարդ էր, մահկանացու մեկը, փոշի, ինչպես ես ու դու, եւ կենթանի իրական Աստծո իշխանությամբ Մովսեսը դիմակայեց փարավոնին եւ երեսարվեց փարավոնի հետ։ Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. թույլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում։ Թույլ տուր բառը այստեղ մեզ համար գուցե սխալ պատկերացում ստեղծի, իբր թե Աստված խնդրում է փարավոնին։ Ոչ, Աստված չի խնդրում, բայց Մովսեսը խոսում է փարավոնի հետ, իրենից պաշտոնով բարձր մեկի հետ եւ օգտագործում է ճիշտ քաղաքավարի հարգալից խոսելաձև, իսկ Աստված պահանջում էր։ Աստված, երբ որ պահանջ է ներկայացնում, դա թույլ չի տալիս մեզ լինել լկտի, լինել անհարգալից։ Հիսուսը ինքը, երբ իրեն կալանավորեցին, Հիսուսը անհարգալի լեզվով որևէ մեկի հետ չխոսեց։ Հիսուսն է մեր օրինակը։ Եվ ինչ էր Աստված պահանջում։ Իր պատգամաբերներ Մովսեսի եւ Ահարոնի միջոցով Աստծո հիմնական պահանջը փարավոնից սա էր. ազատ արձակիր իմ ժողովրդին։ Աստված ազատություն էր պահանջում իր ժողովրդի համար։ Աստված պնդում էր, որ Իսրայելը իր առաջնեկն է, իր ժողովուրդը պատկանում է իրեն, այլ ոչ թե փարավոնին, եւ հետեւաբար նրանք պետք է ազատ լինեն։ Դաս մեզ համար, քրիստոնյա մարդ, նրանք ովքեր պատկանում են Աստծուն, պետք է ազատ լինեն,
այլ ոչ թե կապված, նրանց միտքը ազատ պետք է լինի, նրանց կամքը պետք է ազատ լինի, նրանց ցանկությունները պետք է ազատ լինեն ըստ Աստծո։ Այստեղ խոսքը ոչ միայն ֆիզիկական ազատության մասին է, այլ ավելի շատ հոգևոր, ազատություն կուռքերից, ազատություն չաստվածներից, ազատություն կեղծիքից, ազատություն գոռոզությունից, ազատություն անհավատությունից, ազատություն մեղքից։ Կարող ես ֆիզիկական բանտում լինել, ինչպես Հիսուսն էր, ինչպես Պողոսն էր, ինչպես Հովսեփն էր, բայց ազատ լինես, եւ կարող ես բանտում չլինել, բայց կապված ու բռնված խավարով, կեղծիքով, վախերով, չարիքով ու մեղքով, ինչպես շատերս ենք։ Փարավոնն ասաց. ով է Տերը, որ անսամ լսեմ նրա խոսքերին եւ թողնեմ Իսրայելին։ Տիրոջը չեմ ճանաչում եւ Իսրայելին էլ թույլ չեմ տալիս։ Փարավոնը գիտեր շատ այսպես կոչված աստվածների մասին։ Նրանք շատ չաստվածներ ունեին, ում պաշտում էին, եւ ինքն էլ նրանցից մեկն էր, բայց նա չէր ճանաչում միակ, իսկական, ճշմարիտ Տիրոջը, Արարիչ Աստծուն, եւ ոչ էլ հասկանում էր ու ոչ էլ ընդունում էր, որ Իսրայելը Տիրոջն էր պատկանում եւ ոչ թե իրեն։ Հետևաբար փարավոնը մերժեց Մովսեսի խնդրանքը եւ Աստծո պահանջը։ Ով է Տերը, ասաց փարավոնը։ Փարավոնի սրտի դիրքը ճիշտ չէր, նա բռնված էր մեծամտությամբ, գոռոզությամբ, ինքնահավանությամբ, բայց փարավոնը ճիշտ հարց տվեց։ Մովսեսը հարցնում էր ես ով եմ, Ելք 3:11-ում։ Այս հարցերը վերաբերում էին ոչ թե Մովսեսի կամ փարավոնի ինքնությանը, այլ ով է Տերը։ Մենք բոլորս պիտի հասկանանք ով է Տերը։ Եթե փարավոնը իսկապես իմանար, թե ով է Տերը, նա ուրախությամբ ազատ կարձակեր Իսրայելին։ Եթե մենք էլ իրապես հասկանանք ով է Տերը, մենք էլ ուրախությամբ կկատարենք Աստծո կամքը մեր կյանքում, կենթարկվենք Աստծո խոսքին, մենք էլ ուրախությամբ կօրհնենք Իսրայելին եւ ոչ թե կամ անտարբեր կլինենք կամ կատենք կամ վատ վերաբերմունք կունենանք Իսրայելի հանդեպ։ Երբ մենք վարվում ենք այդպես Իսրայելի հանդեպ, մենք փարավոն ենք, մենք չարիք ենք։ Ձեզ դուր գալիս է սա, դուր չի գալիս, բայց ճշմարտությունը պիտի ասվի, որտեղ ճշմարտության մուրճը միայն սիրով կարող է քանդել մեզ այդ կապանքներից եւ հետ դարձնել կործանման անդունդից եւ բերել Աստծո լույսի մեջ, որպես խոնար ու հնազանդ մարդիկ։ Նրանք ասացին. Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ, հրաման տուր, որ 3 օրվա ճանապարհ գնանք անապատում եւ զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա։ Մովսեսը փոխանցեց փարավոնին այն պահանջը, որ Աստված նախապես տվել էր իրեն Ելքի 3:18-ում, որ կարդացինք։ Աստված նախ ավելի փոքր պահանջը ներկայացրեց փարավոնին, որպեսզի այն հնարավորինս գրավիչ լինի եւ հեշտ ընդունվի։ Աստված այդպես արեց, որպեսզի փարավոնը որևէ արդարացում չունենա Աստծուն մերժելու եւ իր սիրտը կարծրացնելու համար։ Բայց փոխարենը փարավոնը հնազանդվի ու կատարի Աստծո այս փոքր պահանջը, փարավոնը ծանրացնում է իսրայելցիների բեռը, նրանց կյանքը դարձնում ավելի անտանելի։ Եգիպտոսի թագավորը ասաց Մովսեսին ու Ահարոնին. Ով Մովսես եւ Ահարոն, ժողովրդին, այսինքն իսրայելցիներին, ինչու եք ետ պահում իրենց գործերից։ Գնացեք ձեր գործին։ Ժողովրդին, ինչու եք ետ պահում իրենց գործերից։ Փարավոնը ոչ միայն մերժեց իսրայելցիներին 3 օր արձակուրդ տալու խնդրանքը, որ նրանք գնան Աստծուն երկրպագեն, այլև այդ խնդրանքը ինքնին համարեց աշխատանքային ժամանակի վատնում, եւ այսպիսով նա ծաղրում է Աստծուն։ Աստծու խնդրանքը, Աստծու պահանջը մերժելը հավասարազոր է Աստծուն ծաղրելու։ Եվ տեսնում ես նրա դաժանությունը, անգամ 3 օր չի ուզում, որ այդ տառապյալ ժողովուրդը հանգստանան ու գնան իրենց Աստծուն երկրպագեն։
Ու սա փարավոնի խնդրեմը չի միայն։ Եթե այսօր որևէ գործատուի ասես, խնդրում եմ, որ կիրակի օրը չաշխատեմ, որ եկեղեցի գնամ, քեզ կծաղրեն, ու վատ հետևանքներ կունենա այդ խնդրանքը քեզ համար, քո վրա ավելի ծանր բեռ կդնեն, ինչպես փարավոնը արեց իսրայելցիների հետ։ Սա ատելություն է Աստծո հանդեպ, ծաղրանք Աստծո ժողովրդի հանդեպ, սա ինքդ քո սրտի կարծրացնելն է Աստծո հանդեպ։ Եվ փարավոնն ասաց. ահա հիմա շատացել է երկրի ժողովուրդը, ի նկատի ունենալով իսրայելցիների թիվը ավելացել է, իսկ դուք նրանց կտրում եք իրենց գործերից։ Փարավոնը գիտեր, որ Իսրայելի բնակչությունը կրճատելու նախորդ փորձերը ձախողվել են։ Հիշում եք, որ երեխեքին նորածիններին էր ասում սպանեք տղաներին, այդ բոլոր իր հայրը, ինքը չէ, իր հայրը, այդ բոլոր փորձերը ձախողվել էին, բայց իսրայելցիները շարունակում էին բազմանալ Աստծո օրհնանքով։ Սա լավ էր Իսրայելի համար, բայց վատ փարավոնի համար։ Ու միակ օգուտը Իսրայելից, որ նա տեսնում էր, ստրկական դաժան աշխատանքն էր իր օգուտի եւ իր ազգի շահի համար։ Հիմա տեսնում ենք, թե ինչ հրաման է տալիս փարավոնը։ Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին եւ նրանց վերակացուներին հրամայեց ասելով. երեկվա եւ նախորդ օրվա նման ժողովրդին այլևս ծղոտ հարթ չտակ աղյուր շինելու համար։ Թող իրենք գնան եւ իրենց համար այդ հարդը, այդ ծղոտը հավաքեն։ Ու նաև շարունակում է ասելով, որ աղյուսի քանակն էլ չպակասեցնեք։ Հիմա համ պետք է ծղոտ հավաքեին, համ էլ նույն քանակությամբ աղյուս սարքեին, այսինքն կրկնակի տանջալից աշխատանք։ Ասում է, ինչ քանակությամբ աղյուս, որ երեք ու նախանցյալ օրն էին շինում, պարտադրեք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև, չպակասեցնեք այդ թվից։ Եվ ահա իր սրտի բացատրությունը, թե ինչու է այսպես վարվում։ Փարավոնը ասում է իսրայելցիների մասին, որտեղ նրանք ծույլ են, դրա համար են նրանք աղաղակում ասելով, գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք։ Փարավոնը այնքան կույր էր, այնքան բռնված խավարով, որ չի տեսնում իր անարդարությունը, իր դաժանությունը, այլ այս ամենը վերագրում է իսրայելցիներին, ասելով, որ իսրայելցիները ծույլ են։ Հիմա հայ մարդ, գիտեք, քանի մարդու բերանից եմ լսել, որ ասում են իսրայելցիները խափող են, քցող են, մուտոլիվ, չգիտեմ էլի, սենց քցող ժողովուրդ են, մեծամիտ են, գոռոզ են։ Ինքդ քեզ տուգել ես։ Դու էլ ես փարավոնի նման կույր, փոխանակ տեսնես քո վատ լինելը, դու ավելի շուտ մատ ես տնգում ուրիշի վրա, ասում ես իրանք են տենց, ու ինչքան բարձր ենք դա ասում, նշանակում է մեր մեջ դա ավելի շատ է, ու մենք ուղակի կույր ենք, ու այնքան գոռոզ, որ չենք ուզում մեր մեջ դա տեսնել։ Դրա համար դիմացինին փնովում ենք, որ հանկարծ մեզ չփնովենք, որ հանկարծ չասենք, բա մենք էլ ենք կեղտ։ Թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն եւ դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն, ասեց փարավոնը։ Որպեսզի Իսրայելին առավել պատժի այս խնդրանքի համար եւ որպեսզի այս խնդրանքը որպես մահանա օգտագործի ու ավելի ծանր աշխատանք դնի իսրայելցիների ուսերին, փարավոնը հրամայում է, որ իսրայելցիները իրենք հավաքեն աղյուս պատրաստելու համար անհրաժեշտ նյութերը, մասնավորապես ծղոտը, հարդը, որը մինչև այդ տրվում էր իսրայելցիներին, որ աղյուս սարքեն։ Փարավոնի մտածելակերպը սա է. դուք կարծես բավականաչափ ժամանակ ունեք այս խենթ խնդրանքները անելու համար, ուրեմն բավականաչափ ժամանակ ունեք ավելի շատ աշխատելու համար։ Որ խորը մտածենք, մենք էլ ենք հաճախ այդպես մտածում, աղոթելու, Աստծո խոսքը կարդալու, կամ եկեղեցի գնալու, կամ Աստծո ժողովրդի հետ հավաքվելու համար, ու մտածում ենք փոխարենը այդ ժամանակը կդնեմ ավելի շատ փող կաշխատեմ, կամ մի հատ ուրիշ դիպլոմ ձեռք կբերեմ, տունս կմաքրեմ, կքնեմ, կգնամ աշխարհը ման գալու, տելևիզոր կնայեմ, այսինքն մենք Աստծուն եւ ամեն բան կապված Աստծո հետ համարում ենք անկարևոր,
անլուրջ, ծիծաղելի, ոչ մեր կյանքի համար անհրաժեշտ, եւ դրանով մենք ցույց ենք տալիս մեր տգիտությունը, մեր հիմարությունը, մեր անլրջությունը եւ մեր գոռոզությունը։ Հիմա արագ խոսենք այն հարդի, այն ծղոտի մասին, որ իսրայելցիները հիմա ստիպված էին անձամբ հավաքել ու նաև աղյուսը սարքել։ Ծղոտը թթվային պարունակություն ունի, որը աղյուսները դարձնում է ավելի ամուր։ Այս ժամանակահատվածում Եգիպտոսում աղյուս պատրաստելու համար ծղոտի օգտագործումը հաստատվում է հնագիտական ուսումնասիրություններով, բայց կային տարբեր տեսակի աղյուսներ կային, որտեղ ծղոտը կտրտած պետք է խառնեին այդ կավին, կար, որ ծղոտը սենց ամբողջությամբ էին լցնում։ Իսրայելցիները ստիպված էին հավաքել այդ ծղոտը, կտրտել այդ ծղոտը, հետո խառնել կավի հետ, որպեսզի աղյուսները ավելի ճկուն ու ամուր դառնային։ Նախ ծղոտը կավն էր ամրացնում, ապա ծղոտը կավի մեջ քայքայվելով առաջացնում էր հիմունաթթու, որ անհրաժեշտ էր կավի սարքվելու համար։ Արևելյան աղյուսները հաճախ պատրաստվում էին կավից ու ծղոտից, եւ այդ աղյուսները ոչ թե կրակով էին թրծվում, որ ամուր դառնային, այլ փռվում էին արևի տակ, որ արևը չորացներ ու ամրացներ։ Ուզում եմ ասեմ, որ սա հեքիաթ չի, որ ես կարդում եմ կամ Աստվածաշունչը ասում է, սա հստակորեն նշել է Փիլոնը, քանի որ ծղոտը այն կապն է, որով աղյուսը աղյուս է դառնում։ Այսինքն տեսնում ենք, թե որքան ժամանակատար ու ծանր աշխատանք էր, որ իսրայելցիները անում էին։ Նախ այդքան ծղոտ պիտի հավաքեին, հետո դրանք կտրտեին, հետո աղյուս պատրաստեին, հետո չորացնեին, հետո հավաքեին ու հանձնեին։ Այսքանը այսօր, թող Տիրոջ խոսքը եւ իմ ասած խոսքերը, իմ հորդորումները, ուղակի խրատը տեղ հասնի Աստծո զորությամբ եւ մենք չարիքի ճանապարհից որպես անհատներ եւ որպես ազգ հետ դառնանք, որ առաջին քրիստոնյա լինելը գոռոզության դատաստան չդառնա մեր գլխին, այլ խոնարհության թիկնոց եւ փրկության ճանապարհ մեր ազգի համար։ Ամեն։